Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր մենք կշարունակենք մեր երեկվա թեման, երեկ մենք խոսում ենք հիմնական պրոբլեմների մասին, այն խնդիրների մասին, որոնք մեզ հանգեցրել են այսօրվան, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում։ Բոլորին թվում է, թե մեր ամբողջ խնդիրները հիմնականում անձերի մեջ է կամ անձերի փոփոխությունների, որին մենք ասում ենք հակառակը, որ անձերից բան կախված չի, դա պետական կառավարման մոդելն է։ Այսօր մենք ձեզ կներկայացնենք մեր ձևաչափը, մեր տեսլականը նոր պետական կառավարման մոդելի, որի փոփոխության դեպքում ավելի քան համոզված ենք, որ կստացվի կունենանք այնպիսի մի պետություն, որտեղ այլևս չի կարող իշխանության գալ ոչ պրոֆեսիոնալ կամ ոչ կառավարիչ անձնավորություն։ Մեկ րոպե սպասենք, փորձենք հասկանալ մարդիկ միանում են մոքոթով միանան ու մենք սկսենք։ Մեկ րոպե խնդրում եմ։ Ուրեմն մեկ անգամ ևս կրկնեմ, որ մեր ֆորմատը հարց եւ պատասխան է, երբ կներկայացնեմ եւ կվերջացնեմ նյութը, խնդրում եմ կարող եք WhatsApp հեռախոսահամարով զանգահարել կամ գրել հաղորդագրություն կամ մեկնաբանություններ։ Ձեր հարցերին մեծ սիրով կպատասխանեմ։ Ամեն դեպքում, եթե չեք հասցնի դիտել այս եթերը, կլսեք կրկնությունը, կարող եք երեկոյան ժամը 22:00 Երևանի ժամանակով ամեն օր միանալ մեր տելեգրամյան հարթակին, որտեղ մենք ամեն օր ծավալում ենք լայնածավալ քննարկումներ համընդհանուր խնդիրների շուրջ։ Հեռախոսի համարն է +374 99 91 08 17։ Մի փոքր սպասենք, տեսնենք մարդիկ միանում են ու սկսենք։ Ամեն դեպքում եկեք սկսենք, մարդիկ ընթացքում կմիանան, եթե հարցեր կառաջանա, կոնտակտ համարը հեռախոսի մենք նշել ենք, կարող են մեզ հեռազանգել կամ գրել մեկնաբանություններ։ Մեր նախորդ եթերում, ինչպես նշեցի, ձեր ուշադրության ներկայացրեցինք մեր ամենամեծ համակարգային խնդիրը, այն խորը ճգնաժամը, որն առաջացրել է անձնակենտրոն իշխանության կառուցվածքի եւ պետական համակարգի խեղված տրամաբանության հետևանքով։ Մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես մեկ անձի կամքով կառուցվող համակարգը վերածվում է անձեռնմխելի, հնազանդ եւ գաղափարազուրկ կառույցի, որտեղ ոչ թե պետություն է ծառայում քաղաքացուն, այլ ընդհակառակը քաղաքացին է խեղվում պետության անվան տակ գործող մանր չինովնիկների գմաճույքին։ Այսօր մենք շարունակում ենք այդ թեման, բայց արդեն մեկ այլ կետից։ Եկեք ներկայացված խնդիրը այսօր գտնենք դրա լուծումը։ Եվ լուծումը հստակ է։ Դա նոր պետական կառավարման մոդելն է, որտեղ բացառում են նշանակումները, անկախ վերադասի կամքից, կուսակցական պատկանելությունից կամ անձնական կապերից։ Եկեք անկեղծ լինենք։ Այսօր Հայաստանում գործ ունենք մի համակարգի հետ, որը կառուցված է անձնական կապերի հովանավորության, քաղաքական պատկանելության եւ ի մարդը սկզբունքի վրա, ուղիղ նշանակումներով պաշտոններ տրվում այն մարդկանց, ովքեր մոտ են իշխանությանը, կուսակցությանը կամ վերադաս ղեկավարին։ Իսկ համակարգում գիտելիքները, բարոյական չափանիշները կամ աշխատելու ունակությունները հաճախ երկրորդական են դառնում։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում պետական հաստատություններում, ազգագրային բաժիններում, համայնքապետարաններում, հարկայինում կամ որևէ վարչական այլ կառույցում։ Թե ինչպես են պետական չինովնիկները նայում մարդկանց վերևից։
քաղաքացու վերաբերում են ոչ թե իրենց գործի նպատակի, այլ խանգարող հանգամանքի։ Վիրավորանք, անտեսում, գոռոց, հերթեր, պաշտոնական անհամբերություն, սրանք մեր պետական կյանքի անբաժանելի իմաստ են դարձել։ Պետական ծառայողի աշխատավարձը վճարում ենք մենք, միասին հարկատուներս։ Բայց իրականում հաճախ ստանում ենք հակառակ պատկերը։ Մեզ ստորացնում են մեր իսկ միջոցներով վարձատրվող մարդիկ։ Այս իրավիճակը երկար չի կարող շարունակվել։ Ժամանակն է փոխել ոչ միայն մարդկանց, այլ ամբողջ համակարգի տրամաբանությունը։ Եվ այս պատճառով մենք ներկայացնում ենք նոր պետական կառավարման մոդել, որը հիմնված է առանցքային սկզբունքների վրա։ Այսինքն ուղիղ նշանակում չկա։ Մեկ պատկերացրեք, որ պետական կառավարման բոլոր ապարատների կադրային վարչությունները փակում են կադրային բաժինները եւ ստեղծում ենք մեկ կենտրոնական անկախ կադրային վարչություն, որը եւ իր գործառույթի մեջ է վերցնում բոլոր պաշտոնների մրցութային կարգով համալրումը։ Մրցույթն անց է կացվում ոչ թե տվյալ գերատեսչության ներսում, այսինքն քաղաքապետարաններում, նախարարություններում եւ այլն, այլ անկախ կադրային վարչությունում քննությունները անցկացվում են ֆիզիկապես տեսախցիկներով հսկվող հատուկ սենյակներում։ Ով հավաքում է ամենաբարձր բառերը, նշանակում է տվյալ պաշտոնում։ Խնդրում եմ այստեղ մի փոքր ուշադրություն դարձնենք, որ բառերը ոչ թե գնահատականը, որովհետև բառերի մեջ մտնում են նաև աշխատանքային փորձ, լեզուների տիրապետում, անկախ թե ինչ պաշտոնի են գնում։ Այսինքն կան այլ ձևաչափեր, որ մարդու բառային համակարգը կարող է բարձրացնել։ Ընտրության գործընթացում բացառված է միջամտությունը, քաղաքական, անձնական, վերադասային կամ կուսակցական։ Այս մոդելը ոչ միայն վերացնում է հովանավորությունը, այլ ստեղծում է մրցակցային արդար միջավայր, որտեղ պետական պաշտոնը պետք է վաստակել, ոչ թե ստանալ։ Այստեղ եւս մի շատ կարևոր սկզբունք է ներդրվում՝ հետադարձ վերահաստատման մեխանիզմ։ Սա նշանակում է, որ միայն նոր պաշտոնները չեն համալրվելու այս ձևով, այլ բոլոր գործող պետական ծառայողները պարտավոր են վերահաստատել իրենց պաշտոնի իրավունքը։ Այսինքն, եթե դուք արդեն աշխատում եք համակարգում, ապա առաջիկա տարիներին պարտադիր կերպով ներկայացնում եք նույն քննությունը, ինչին մասնակցում են նոր թեկնածուները, եւ եթե ձախողում եք, ազատվում եք աշխատանքից։ Ոչ ոք հարժվերջ իրավունք չունի պաշտոնի մնալ, միայն այն պատճառով, որ անցյալում երբևէ ինչ-որ մի պաշտոնի նշանակվելու։ Այս մոտեցումը կտրում է ստատուս քվոյի կեղծ հեղինակության եւ անփոխարինության ախտանիշը։ Կամ պատրաստ ես ապացուցել, որ տեղում ես, կամ տեղը տալիս ես մեկ ուրիշին, ով պատրաստ է աշխատել։ Այս նոր մոդելը նաեւ վերացնում է մեկ այլ լրջագույն խնդիր՝ պետության եւ քաղաքացու միջեւ պարակտվածություն։ Այսօր պետական կառույցները քաղաքացուն նայում են իբր ստորադասի, հաճախ որպես խանգարող, նույնիսկ որպես անպաշած։ Դա հետևանքն է այն բանի, որ պետական պաշտոնյան չի վախենում կորցնել իր տեղը։ Նա ունի պաշտպանություն, վերադաս, կապեր, քաղաքական պատկանելություն։ Բայց նոր մոդելում պաշտպանությունն այլևս չկա։ Քննությունը ստուգում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլ արժի համակարգային վերաբերմունքը քաղաքացիների օրենքի, պետական կարգի, բարոյականության նկատմամբ։ Տեսախցիկներով ձայնագրվող քննությունը գրանցում է ոչ միայն պատասխանները, այլև թեկնածուների պահվածքը, խոսքը, տրամաբանությունը։ Պետական պաշտոնյայի կերպարը փոխվում է, նա դառնում է ծառայող, ոչ թե պետ։ Բայց սա բավարար չէ։ Մենք նաև առաջարկում ենք, որ պետական համակարգում ծառայող ամեն մի անձ ունենա չափելի ծառայողական վարկանիշ, որը պարբերաբար թարմացվում է ըստ աշխատանքի արդյունքների, քաղաքացիների արձագանքների, ներբաժինային վերահսկողության։ Այս համակարգն աշխատում է թե քննություններից հետո, թե ծառայողական ընթացքում։ Օրինակ, եթե քաղաքացին բազմիցս բողոքում է որևէ բաժնի պետից անպատշաճ վերաբերմունքի կամագործության պատճառով, այդ պաշտոնյա վարկանիշը իջնում է եւ առաջիկա վերահաստատման փուլում նա հայտնվում է ռիսկային գոտում, կամ ստեղծվում է հանձնաժողով աշխատանքային քննություն ստուգելու համար տվյալ պաշտոնյայի գործունեության ծավալումը, թե ինչպես է նա իր գործունեությունը ծավալում։ Սա պետության մաքրազատման ճանապարհ է, սա համակարգի ինքնամաքրման մեխանիզմ է, առանց բռնությունների, առանց հեղաշրջումների, առանց վենդետաների։ Հիմա շատերը կասեն, որ առանց վենդետա չի լինի, նախկին, ներկա, անցյալ,
Ես ուզում եմ մի հարց ուղղել բոլոր այն մարդկանց, որոնք խոսում են նման բաների մասին։ Ժողովուրդ, մեզանից որ մեկն է դատավոր եւ ով է իրավասու դատելու։ Ես կարծում եմ, որ դատելու իրավասությունը դա դատական համակարգին է եւ դատական համակարգն է իրավասու քրեական գնահատական տալու բոլոր մեղսագործություններին։ Այսօր բոլորը խոսում են, բայց հիմք հաստատուղթ կամ իրավունք դատելու կամ դատապարտելու կոնկրետ օրինական իրավունք ոչ մեկ չունի։ Խոսել կարելի է, բայց ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ։ Օրինակ մի հատ ասենց օրինակ բերենք, երբ մասնագիտային բաժնում աշխատողը բարձրացնում է ձայնը քաղաքացու վրա, որովհետև իրեն թիկունքն ապահովված է, դա արդեն դարձել է մեր մոտ սովորական երևույթ, համացանցում շատ նման նյութեր կան տեղադրված։ Եկեք հասկանանք, ինչ է տալու մեզ այսպիսի պետական կառավարման մոդելը։ Նա մեզ տալու է մի ձևաչափ, որտեղ այլևս չի լինելու քաղաքացիական կամ քաղաքական պաշտոններ։ Քաղաքական պաշտոն ասած հասկացողությունը ես մինչև հիմա չհասկացա դրա միտքը որն է։ Քաղաքական պաշտոնը դա այսինքն ոչ մասնագետին մասնագիտական պաշտոնի նշանակելու, իսկ եթե մարդիկ մտածում են, որ նախարարի պաշտոնը դա մասնագիտական պաշտոն չէ, ես կասեմ, որ չարաչար սխալվում են, նախարարի պաշտոնը դա մասնագիտական պաշտոն է, այլապես տեղակալները կարող են խաբել եւ այդ ընթացքում նախարարը չլինելով մասնագետ կամ բաժնի պետը չլինելով մասնագետ կստորագրի այն, ինչ որ տեղակալները կամ իր ենթակաները մեկնաբանեն կամ կդնեն նրա առջև։ Այս մոդելը նաև մի այլ գործառույթ ունի, չզոքացնելու քաղաքական ճնշումները պետական ապարատի վրա։ Այսինքն պետական ապարատի վրա քաղաքական ճնշումները այս միջոցով նաև դուրս են գալիս, քանի որ այլևս չկա քաղաքական կուսակցության կամ կուսակցական թիմային կառավարություն, կա պրոֆեսիոնալ կառավարման համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի տվյալ թափուր պաշտոնի համար ըստ չափանիշների համապատասխանելիության դիմում է պետական կադրային վարչությանը, իսկ պետական կադրային վարչությունը նշանակում է քննական օր, որտեղ եւ քննության արդյունքում տվյալ թափուր պաշտոնի համար մրցույթ է նշանակում եւ մրցույթին հաղթողը արդեն անցնում է աշխատանքի կնքելով պայմանագիր պետական կադրային վարչության հետ։ Այստեղ հարց է առաջանում, ինչ են կանելու ընտրությունների հետ կապված, այսինքն այն պաշտոնները, որոնք ընտրովի են։ Նայեք, այսօր ինչ ձևաչափ ունենք։ Այսօր եթե դու ունես գումար, հիմա եթե չեմ սխալվում 10 միլիոն դրամ են ասում, 10 միլիոն դրամ ուզում ես, հավաքում ես որոշ չափի ստորագրություններ, դու ստանում ես մանդատ մասնակցելու ընտրություններին։ Այստեղից ինչ է դուրս գալիս, որ ժողովուրդը արդեն չունի ընտրության հնարավորություն։ Այսինքն ոչ միայն 10 միլիոն դրամը պիտի մուծվի, այլ ամբողջ նախընտրական քարոզարշավը, չէ, այդ ամբողջը ծախսեր են, մեծ ծախսեր են։ Իսկ եթե նայեք պոտենցիալ գիտական աստիճան ունեցող մարդիկ, որոնք կարող են այսօր իրական լուծումներ տալ երկրին, նրանք չունեն այդ հնարավորությունները։ Ովքեր ունեն հնարավորությունները, դուք իզից լավ գիտեք։ Դրա համար այսօր մենք ունենք այն, ինչ որ ունենք, որովհետև մեր պոտենցիալ ներուժը ոչ թե Հայաստանում է, այլ արտագաղթում է Հայաստանից։ Զուտ մի պարզ պատճառով, որ նրանք ոչ մեկի պետք չեն։ Այսօրվա ոչ այսօրվա այս պետական կառավարման մոդելը, որ ստեղծվել է 91 թվականից մինչ այսօր, տարբեր ձևաչափերով, բայց մեկ կենտրոնի կողմից կառավարվող այս պետական կառավարման մոդելը չի սիրում իրենից խելացի մարդկանց։ Ուղղակի չի սիրում։ Դրա համար այս մարդիկ այսօր տեղ չունեն, շատերը լքել են Հայաստանը, որոնք էլ չեն լքել, աշխատում են տարբեր աշխատանքներում, որը իրենց կրթական կամ, չգիտեմ, աշխատանքային երկարատարի փորձին համապատասխան չէ։ Նույնիսկ կարող է տաքսովարորդ տեսնել։ Այնպիսի մարդը, որը իրականում կարող է շատ մեծ ներազդեցություն ունենալ պետականության կայացման գործում։ Երևի թե նորություն չասեցի, սա բոլորի մոտ պարզ է։ Մենք ինչ ենք առաջարկում։ Այն պաշտոնները, որոնք ընտրովի են, նույն պետական կադրային վարչությունում քննական process-ով
սանդղակ հաղթահարելու դեպքում ստանան մանդատ ընտրությունների մասնակցելու։ Այսինքն փողը փոխարինենք խելքով։ Ունենանք ազգային ժողով, պրոֆեսիոնալ ազգային ժողով, ունենանք պրոֆեսիոնալ երկրի ղեկավար, որը կունենա դիվանագիտական, տնտեսական եւ այլ գիտելիքներ։ Իսկ դա մենք ոնց կարող ենք հասկանալ։ Դա միայն քննական պրոցեսների արդյունքում մենք կարող ենք դա հասկանալ։ Այստեղ մի հետաքրքիր բան էլ կա, որ ժողովուրդը այսօր ընտրությունների ժամանակ մենք նայում ենք, հա, ընտրություն է կատարում վատի եւ վատագույնի մեջ հիմնականում մեծամասամբ։ Այս դեպքում ընտրությունները արդեն տեղափոխվում են լավի եւ լավագույնի միջև։ Սա էլ եմ խնդրում, որպեսզի կարողանանք իրար հետ հասկանանք։ Նու այս մոդելի մասին կարելի է շատ երկար խոսել, որովհետև ինքը շատ մեծ բովանդակություն ունի, բայց կուզենայի մի կարևոր նշում էլ անել, որովհետև հարց կառաջանա, թե ինչ ենք անելու մեր կուսակցությունների հետ։ Եկեք հիմա անցնենք կուսակցություններին, թե մենք ինչ ենք առաջարկում, ինչպես վարվել կուսակցությունների հետ։ Ժողովուրդ ջան, իրականում այսօր կուսակցությունները շատ թույլ են, շատ թույլ։ Նույնիսկ այն կուսակցությունները, որոնց անցել են ազգային ժողով, բայց ոչ առաջի համարով, այսինքն ազգային ժողովում մեծամասնություն չեն, նրանք ընդհանրապես երկրի պետականության կայացման վրա ոչ մի ազդեցություն չեն գործում, ընդհանրապես։ Այնտեղ լինի 1 պատգամավոր, թե 5 պատգամավորով կուսակցություն, տարբերություն չկա։ Միևնույն է, թելադրողը վերևից կուսակցության ղեկավարն է, պատգամավորները ենթարկվում են կուսակցության ղեկավարին։ Դա իրականություն է։ Բայց մենք առաջարկում ենք ուժեղացնել կուսակցությունը, բոլոր կուսակցությունները, այսինքն ոչ բոլոր, այն կուսակցությունները, որոնք ընտրությունների ընթացքում կհաղթարեն որոշակի սանդղակ, որը արդեն մասնագետները կորոշեն սանդղակը, այդ սանդղակը հաղթահարելուց հետո ողջ պետական կառավարման համակարգում ունենան մեկական ներկայացուցիչ, օրինակ ազգային ժողովում 1 պատգամավոր, վարչապետի աշխատակազմում 1 ներկայացուցիչ, նախագահի, չգիտեմ, գյուղապետարանների, քաղաքապետարանների, մարզպետարաններում եւ այլն, բոլոր տեղերում։ Այսինքն 5-ը փոխարինենք 100-ով, 120-ով։ Սա ինչ է տալու։ Սա տալու է նախ, որ մենք ունենանք պետական կառավարման ապարատին եւս 1 վերահսկիչ մարմին։ Երկրորդ, մեր կուսակցությունները արդեն ունենալով նման աշխատատեղեր, աշխատանքային փորձից ելնելով արդեն կունենանք նոր կադրեր։ Սա մեր համար, մեր կարծիքով ամենակարևորն է, որովհետև կադրային քաղաքականությունը դա ամենակարևոր քաղաքականությունն է։ Այսօր կադրային խնդրը շատ լուրջ խնդրեմ է, դա ոչ միայն Հայաստանում, դա ամբողջ աշխարհում շատ լուրջ խնդրեմ է։ Հիմնականում այսքանը, մեկ անգամ եւս ուզում եմ թելադրել հեռախոսի համարը, եթե կան հարցեր, խնդրում եմ զանգեք, կամ գրեք մեկնաբանություն, կամ հաղորդագրություն, ոնց ձեզ հարմար է։ +374 99 91 08 17։ Սա WhatsApp հեռախոսը համար է, խնդրում եմ ուղիղ կապով չզանգել։ Կրկնեմ մեկ անգամ եւս, +374 99 91 08 17։ Խնդրեմ սպասեմ ձեր արձագանքին։ Այս թեմայի շուրջ մենք ելի կխոսենք, ժամանակ ունենանք խոսելու, որովհետև մենք արդեն մտել ենք ակտիվ քաղաքական փուլ, ու ինչի համար ենք հիմնականում հիմա մտել ժողովուրդ, դրա մասին կուզենայի 2 բառով խոսել, որովհետև ահագին շատ հարցեր առաջացավ, թե ինչի հիմա, ընտրություններից առաջ եւ այլն։ Հիմնական պատճառը կայանում է նրանում, որ 18 թվականից մինչ այսօր, այն ժամանակ մինչև 18 թվականը մենք աշխատում ենք ծրագրերի վրա, ու դա մեր համար առաջնահերթության խնդիր էր։ Որպեսզի մենք կարողանանք ծրագրային մեր ամբողջ փաթեթը կազմավորենք, որպեսզի նոր կարողանանք քաղաքական հայտ ներկայացնենք։
18 թվականից հետո բոլորը լավ գիտեք, մինչև 20 թվականը էյֆորիան, որտեղ արդեն անելիք չունեինք, ցանկացած մեկը, որ փորձեր նման ինչ որ մի քաղաքական հայտ ներկայացներ, անմիջապես կհայտնվեր քաղաքական աղբանություն, որովհետև հանրությունը դա չէր հասկանա։ 20 թվականից հետո, 44 օրից հետո կատարվեց հետևյալը. ընդդիմություն կամ քաղաքական կուսակցությունները սկսեցին մեկին հերթ տալով քաղաքական ակցիաներ կատարել։ Իսկ ցանկացած ակցիային, եթե դու արդեն փորձում ես միջամտել, դուրս է գալիս, որ պաշտպանում ես իշխանություններին ու միանգամից էլի ժողովրդի մոտ հարց է առաջանում։ Իսկ ասում է, գաղջը որ կպնում է, գաղջահորտը չի անցնում։ Իսկ մենք դրան չենք ուզում հասնենք։ Այսօր մենք համարում ենք այն պահն է, երբ քաղաքական դաշտում արդեն ամեն ինչ պարզ է, բոլորն արդեն իրենց սպառել են, բնականաբար բոլորն արդեն իրենց սպառել են։ Մենք հիմա փորձում ենք հանրության ներկայացնել այն ձևաչափը, որը որ մեր կարծիքով կփոխի երկիրը էապես կփոխի պետությունը, պետականությունը, պետության նշանակությունը, հասարակությանը կբերի նոր մեկ այլ հարթության վրա, որտեղ արդեն կսկսվի այլ ապագա, այլ օրակարգ, այլ կյանքի մթնոլորտ։ Դրա համար մենք հիմա ենք այս մեր քաղաքական հայտը ներկայացնում։ Սա շատերի հարցերի պատասխանը, եթե չեմ պատասխանում ինչ-որ մեկի հարցերին, խնդրում եմ ներողություն եմ խնդրում, ուղղակի հարցերը շատ են չէի հասցնում, շատ են զանգում ու գրում։ Եթե կան հարցեր, ժողովուրդ ջան, խնդրում եմ զանգեք կամ ձեր հարցադրումները տվեք, մեկ անգամ եւս կրկնում հեռախոսահամարը, կրկնում եմ WhatsApp հեռախոսահամարը +374 99 91 08 17։ Հարց ու պատասխան ֆորմատը շատ ավելի հեշտ կլինի թե իմ համար, թե ձեր համար, որպեսզի մենք կարողանանք իրար ավելի ճիշտ, ավելի մանրամասն քննարկենք այն թեմաները, որը օրինակի համար հիմա ես, քանի որ գիտեմ ամբողջ ծրագիրը, ես խոսում եմ ծրագրի մասին, որովհետև ծրագրի համահեղինակն եմ։ Ու կարող է պատահի, որ մի բանը, որ ես հասկանում եմ, մտածում եմ, որ բոլորն են հասկանում, դրա համար կլինի ինչ-որ մի անհասկանալի պրոցես, դրա համար խնդրում եմ զանգահարեք, գրեք կոմենտներ, ես ձեր բոլոր զանգերին և կոմենտերին կպատասխանեմ։ Մեկ վայրկյան, մենք ստեղ հաղորդագրություն դրվածը չէ։ Մեկ վայրկյան մենք երևշտին միացնենք, տեսնենք իստեղ կոմենտերին բանկա գրված թե չէ։ Բարև ձեզ, դուք մեզ հետ եք։ Այո, բայց ես ձեզ չեմ տեսնում։ Չգիտեմ, մեզ մոտ չեք երևում։ Կոմենտեր ունենք, հարցեր ունենք։ Մի հարց կա, որը ես կուզենայի, որ պարզաբանեիք, ասենք այդ քննության ընթացքը, ձևաչափը, ասենք ասում եք, որ պետք է բալային համակարգ լինի, բալերը ձևավորվում են, ասենք աշխատանքային փորձով, կրթությունով եւ այլն։ Իսկ անձնական շփումով, ասինքն ինչ որ հանձնաժողովը գուցե լինելու, որը ասենք բանավոր հարցազրույց վերցնելու տեխնացուից դարքիշ ձևաչափ։ Հա, շնորհակալություն հարցի համար, ես կարծում եմ դրա մասին խոսեցի, եթե չեմ խոսել, ուրեմն հենց էսա, որ ասում եմ կարող է բաց թողենք ինչ որ պահեր, դրա համար հարցը պատասխան ֆորմատը շատ ավելի հետաքրքիր է ստացվում։ Իհարկե, քննական process-ը մենք պատկերացնում ենք մի քանի փուլով, բանավոր, գրավոր, ծրագրային, ծրագրի ներկայացում եւ այլն։ Իհարկե,
մի քանի փուլով։ Դե հիմա նայեք, մենք առաջարկում ենք մոդելը, ինքը մոդելը, մեխանիզմը։ Հիմա այս մեխանիզմը մասնագետների հետ միասին աշխատանքի ընթացքում ինքը կհղկվի, ինքը ավելի նոր ու ավելի հզոր ձևաչափ կստանա։ Դրա համար արդեն մասնագետները երբ որ կաշխատեն դրա վրա, մենք արդեն կունենանք լիիրավ պատկեր, բայց մեր կարծիքով դա պիտի լինի թե բանավոր, թե ծրագրային ներկայացմամբ, թե համակարգչային քննական պրոցեսով։ Բայց միևնույն ժամանակ մենք կարողանում ենք մեր հանրությանը երաշխավորել, քանի որ այդ պրոցեսը տեղի ունենալու բազմաթիվ տեսախցիկների առջև ցանկացած բողոքարկման խնդիր անմիջապես կտա այդ հարցի հանգուցալուծումը, քանի որ ամեն պարզ երևալու է։ Չեն կարող խաբեն, ոչ ոք չեն կարող խաբեն։ Ուստեղ մի հատ շատ կարևոր հանգամանք այս մոդելի հետ կապված, այս պրոյեկտի հետ կապված, որ կուզենայի խոսել, եկեք մի հատ սա էլ հասկանանք։ Եկեք նայեք ժողովուրդ ջան, եթե եկի համար առաջինը կատարի ցանկացած, դա խնդրում եմ հաղորդում հանցագործության մասին չընդունել, ուղղակի օրինակ եմ ասում։ Եկի համար առաջինը կատարի ցանկացած հանցագործություն, օրինակի համար մարդ վրաերթի ենթակի։ Ինչ է կարծում, քրեական գնահատական են ստանալու այսօրվա պարագայում, այսօրվա կառավարման մոդելում։ Իհարկե ոչ։ Ինչի համար չի ստանալու։ Հարցը սրա մեջ է, թե ինչի համար։ Որովհետև այն ուժային կառույցները, որոնք պիտի քրեական գործ կառուցեն համար առաջինի վրա։ Համար առաջինի գնալուց հետո ով էլ գա դրա փոխարեն, այս մարդիկ իրայից գնալու են։ Այսինքն ով կա փոխարինելու այս մարդկանց։ Այսինքն ուժային կառույցների ղեկավարին, քննչական մարմնի ղեկավարին, դատախազին եւ այլն։ Այսինքն պահելով համար առաջինի աթոռը, այս մարդիկ պահում են իրենց աթոռը։ Սա էլ պիտի հասկանանք։ Մեր ձևաչափով մենք ունենում ենք անկախ մարմիններ, անկախ, այսինքն վարչապետերը կփոխվեն, նախարարները կփոխվեն, տեղականները կմնան նույնը, վարչապետը կփոխվի, նախարարները կմնան նույնը, ուժային կառույցի ղեկավարները կմնան նույնը, այսինքն վարչապետը եթե գալիս, ինքը գալիս է աշխատելու այն կադրերի հետ, որոնք կցված են։ Սա շատ կարևոր է, որ մենք այդ հասկանանք։ Շնորհակալություն Դավիթ ջան, որ հարցը տվեցիր, հիմա ավելի մի քիչ ընդլայն եմ այս թեման։ Շատ կարևոր է սա հասկանալ։ Շնորհակալություն։ Շատ կարևոր է, որ նայեք, եթե հիմա համար Փաշինյան Նիկոլեսը գնաց, պարտվեց, ինֆարկտ ստացավ, չգիտեմ, առողջական խնդիր ստացավ, ով էլ ուզում է թեկուզ Ալեն Սիմոնյանը։ Ինչ որ մեկը ուժային կառույցներից աթոռին կմնա, իմ կարծիքով ոչ, բոլորին փոխելու է։ Այսինքն համար առաջի աթոռը սենց ատամներով բոլորը միասին պահում են։ Բոլորը միասին ինչը ինքը անի, ինքը ճիշտ է։ Որովհետև պայելով համար առաջինի աթոռը են պահում են իրենց աթոռը։ Մեր տարբերակով սա մոտավորապես զորամասի կմախքն է, ժողովուրդ, զորամասի կմախքն է, մի պահ պատկերացրեք զորամասի կմախք։ Զորամասի հրամանատարը նշանակում է, ինքը աշխատում են կադրերի հետ, որոնք արդեն կային զորամասում։ Այսինքն ինքը չի գալիս բերում մի հատ թիկունքի պետին, շտաբի պետին եւ այլ մնացած պաշտոնյաներին հակադրային քաղաքականություն իրականացնելու իրավասություն չունի։ Նշանակումները կատարվում են նախարարության կողմից, գենշտաբի նախարարության կողմից են կատարվում նշանակումները։ Խնդրում եմ սա մի պահ մենք իրար ծեր հասկանանք։ Այսինքն ոնց է ստացվում, որ զորամասի հրամանատարը կարողանում է աշխատի այն կադրերի, որոնք կցված են, իսկ եկի վարչապետը չի կարողանալու։ Դա եկեք վերցնենք այլ տարբերակ, վերցնենք մեծ բիզնես կորպորացիա։ Եթե սեփականատերը բիզնես կորպորացիայում նշանակի մեծ հզոր բիզնես կորպորացիայում, դա ինչ անունս մեկ տվեք, նշանակի գործադիր տնօրեն, նա թույլ կտա, որ գործադիր տնօրենը աշխատանքից ազատ իր հաշվապահին, իր մասնագետներին եւ այլն, իհարկե ոչ։ Երբևիցե նա թույլ չի տա, այսինքն գործադիր տնօրենը եւ նշանակում աշխատանքի, նա աշխատում է այն կադրերի հետ, որը արդեն իրեն կցված են։ Հասկանում եք, սա շատ կարևոր խնդիր է, որ մենք հասկանանք։ Մեկ անձնյա կառավարվող ոչ մի պետություն, ոչ մի անգամ հաջողության չի հասել ու չի հասնելու։ Այսինքն եթե մարդը քնեց գիշերը առավոտը արտասավ ինչ-որ մի մտքով այդ միտքը իրագործեց, դա չի նշանակում, որ այդ միտքը կարող է լինի ճիշտ։ Մենք եթե նայենք հիմա մեր պատմությունը 34-33 տարի մեր պատմությունը նայենք, երրորդ հանրապետության պատմությունը որ նայենք, կտեսնենք, որ
մեկ անձի կողմից կատարվել են բոլոր որոշումները։ Ասեք մի դեպք, որտեղ մեկ անձ չի եղել երկրի տերն ու տիրական, այսինքն բոլորը այդ մի անձի դեմքին կամ բերանին չեն նայել։ Ասեք ունեն մեկը, որ մենք հասկանանք, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ տես չի եղել, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ տես չի եղել, Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի ինչ տարբերություն։ Մեկ անգամ էլի ուզում եմ կրկնել, որ ինքը համակարգն է ծնում անձերի, հասկանում եք այդ։ Կարող է շատ լավ մարդ գա որպես երկրի ղեկավար, բայց լինելով այդ համակարգի փտած շրջապատում, այդ մարդը կարող է էապես փոխվի։ Բայց երբ որ դու չունես հնարավորություն փոխվելու, դա արդեն լրիվ ուրիշ պատկեր է ստացվում։ Այսինքն հիմա մի հատ ուրիշ բան էլ ասեմ, որ շատ հետաքրքիր է այս թեմայի շուրջ։ Նայեք, ինչ-որ մի նախարարություն, ինչ-որ մի նախարար սկսում է ինչ-որ մի հատ ծրագիր, որի վրա ծախսում են ֆինանսներ, ռեսուրսներ, մարդկային եւ այլ եւ ժամանակ։ Այդ ծրագիրը չհասցված ավարտին, ինչ-որ մի հատ ընտրությունների ժամանակ իշխանությունն է փոխվում կամ չգիտեմ, այդ նույն իշխանությունը այս նախարարին աշխատանքից ազատում է, գալիս է նոր նախարար։ Նայեք, ինչքան կիսատ մնացած նման ծրագիր կա, այդ նախարարը սառացնում է այս ծրագիրը։ Ինչքան կիսաթողած մենք ծրագրեր ունենք, որի վրա էլ են կրկնում ԱԱԳ-ին ռեսուրսներ է ծախսված, թե մարդկային, թե ֆինանսական։ Ու սա է բերում նրան, որ մեր ծրագրերը մինչև վերջ չեն հասնում։ Դրա համար մենք այս ամեն ինչը խորը ուսումնասիրելով գալիս ենք այն եզրակացության, որ այլևս պետք չէ, որ ինչ-որ մեկը որոշում կայացի, սա պիտի մնա աթոռին, թե չպիտի մնա աթոռին։ Որովհետև դրանով մենք փլուզում ենք, չենք սարքում։ Սա կարևոր է, որ հասկանանք։ Շահու ջան, ճիշտ ասած իմ մոտ կոմենտարիաների չի երևում, կոմենտարիաներ կա թե չկա։ Եթե հարցեր չունեք, երևի թե այսքանով ավարտենք, վաղը հուսով եմ նորից կհանդիպենք, հերի նույն ժամին, նախապես մեր Facebook-յան էջում կտեղադրեմ, վաղվա եթեր կլինի, թե չի լինի, բայց հուսով եմ, որ կլինի, ոչ մի չի խանգարում վաղը եթերը կայանա, վաղը պիտի խոսենք արդեն այս ծրագրերի հասնելու ձևաչափի մասին։ Այլ բոլորը ինձ շատ են հարց տալիս։ Ծրագրերը լավն է, շատ լավ բաներ ես ասում, բայց հասնել է պետք։ Ժողովուրդ հասնելու ձևաչափն էլ կա, դրա ծրագիրն էլ ունենք, որը եւ փորձենք վաղը ձեզ ներկայացնել։ Ու երևի թե վաղվա մեր ներկայացված ծրագրից հետո դուք բոլորդ կհասկանաք մի բան, որ համահայկական միաբանություն քաղաքական նախաձեռնությունը դա այն քաղաքական ուժը չի, որը աթոռակռվի համար դուրս է եկել ինչ-որ մի հատ կամ, չգիտեմ, կամ ձայն փախցնի, մենք նախաձեռնություն ենք, մենք չենք կարող մասնակցենք ընտրություններին, որ ձայն փախցնենք, հա կարող է ինչ-որ կոալիցիայով միավորվենք ինչ-որ մի ուժի հետ եւ կոալիցիոն ինչ-որ գործողություն անենք, մեր ծրագրային մասով միավորվենք ինչ-որ մի հատ ուժի, որը կգնա ընտրությունների, բայց մենք ինքներս չենք կարող, որովհետեւ մենք կուսակցություն չենք, մենք նախաձեռնություն ենք, մենք նույնիսկ հասարակական կազմակերպություններ չենք։ Այսինքն մեր ուժը, քաղաքական ուժը դա աթոռակռիվանող, հերթական, չգիտեմ ինչ անող ուժը չի։ Մենք ուղղակի երկար տարիներ ստեղծել մշակել ենք ծրագիր զուտ մեր պետության եւ պետականության կայացման համար։ Ջանք ու երան չենք խնայել, անձնական կյանք եւ ժամանակ չենք խնել սրա համար։ Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամեն ինչը ձեզ ներկայացնենք ձեր դատին։ Հա, մի հատ կարևորագույն բան եմ մոռացել, որը հիմա էլի շատ կարևոր է, ուզում եմ դեռ անպայման շեշտեմ, շատ կարևոր բան։ Ուրեմն նայեք, մենք ինչ ենք ասում ենք ժողովուրդ, այս պետությունը, այս երկրի տերը դուք եք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի ապրի այնպիսի մի երկրում, այնպիսի օրենքներով, որը հարիր է իրեն, այլ ոչ թե ինչ-որ մարդկանց խմբին։ Ինչ ենք առաջարկում ենք
իշխանությունը վերադարձնեն ժողովրդին իրապես, այսինքն իշխանությունը իրականում տանք ժողովրդին։ Սա շատ հետաքրքիր եւ շատ լուրջ ծրագիր է, որի մասին հիմա էլի կփորձեմ մի քանի րոպեվա ընթացքում սա ձեզ ներկայացնեմ։ Նայեք, առաջարկում ենք ստեղծել պետական հատուկ կայք, ու կան նման պետական կայքեր կան, բայց տարբեր ձևաչափի մենք առաջարկում ենք պետական կայք ստեղծել, որի միջոցով ցանկացած բնակիչ իր ցանկացած խնդիր այդ կայքի միջոցով կարողանա լուծի։ Այսինքն չգնա քաղաքապետարան շինթույլտվության համար, եթե պետք է օնլայն ուղարկի գծագրերը եւ այլն։ Եթե պետք է արդեն ուղարկի, կարող պոստայով ուղարկի կամ գնա անձնապես ներկայացնի, եթե նման պահանջ կլինի, բայց հնարավորություն ունենա նաեւ օնլայն ուղարկել։ Այդ պետական կայքի մեջ ներառել հանրային քննարկումներ բաժինը։ Այդ ծրագրի մեջ կարող են ծրագրը մասնակցել բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագրով, սոցիալական քարտով եւ SMS-ի միջոցով ստացած հատուկ կոդով, որը այլևս ոչ ոք չի կարող փոխել կամ տեսնել թե կոդի տերը ով է։ Ունենալով նման կայք, Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացիների Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ գրանցվել նման կայքում, իրենց ողջ գործունեությունը կարող են տանից դուրս չգալով կամ աշխատանքային վայրից դուրս չգալով իրականացնել իրենց կոմունալ խնդիրները, սոցիալական խնդիրները եւ այլն։ Քաղաքապետարանին դիմեն, մարզպետարանին դիմեն, ոստիկանությանը դիմեն, առողջապահությանը դիմեն, որ ծառայությանը որ պետք է կարան դիմեն այդ կայքի միջոցով։ Բայց այստեղ կա հանրային քննարկումներ բաժին նաեւ մենք առաջարկում ենք ներկայացնել։ Նայեք, ոնց է դատարանը։ Եթե գնում եք դատարան, դատավորը վճիռ է կայացնում, այդ վճիռը կարող օրինական ուժի մեջ մտնի 30 օրի ընթացքում, եթե դուք չէ բողոքարկում, տեղ կա 15, տեղ կա 30 եւ այլն։ Մենք առաջարկում ենք նմանատիպ օրինակ ներբեռնել պետական կառավարման մարմինների կողմից ընդունված օրենքների եւ կառավարության որոշումների հանդեպ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընդունված ցանկացած օրենքի, կառավարության կողմից ընդունված ցանկացած որոշում, բացառությամբ մի քանի գաղտնի որոշումների, որոնք հանրային չեն, բնականաբար դա պետություն հանդեպ գաղտնի շատ բաներ կա, որը հանրային չեն կարող մտնել կիրառության մեջ ոչ քան 30 օրյա ժամկետում, այդ օրենքը տեղադրվելու է հանրային քննարկումների բաժնում այդ կայքի, որը արդեն մասնագետները մասնագիտական գնահատական տալուց հետո եւ կներկայացնեն հանրությանը այդ օրենքի թույլ եւ ուժեղ կողմերը, հանրությունը ինքը կորոշի այդ օրենքը իրեն հարմար է թե հարմար չի։ Օրինակ ասեմ, թվեր ինչ ասում եմ Ժորժյան, օրինակ 200,000 դեմ քվեարկության դեպքում, բայց պարտադիր մեկնաբանություն թե ինչին են դեմ, կոնկրետ ինչին են դեմ, այդ օրենքը հետաքանչվելու վերամշակման։ Սա ինչ է տալու։ Առաջին Հայաստանի Հանրապետության քաղաքացին կապրի այն երկրում, այն օրենքների ներքո, որը ինքն է ընտրում իր համար, երկրորդ սա կազատի Հայաստանի Հանրապետության կառավարությանը արտաքին ճնշումներից։ Այսինքն ոնց են արտաքին ուժերը ճնշում կառավարությանը, այսինքն իրենց ստիպում են կատարել ինչ-որ գործողություններ հակապետական, բայց այդ հակապետական գործողությունները ինչ-որ որոշումների արդյունք է։ Այսինքն այդ որոշումները պիտի կայացվեն, որ դրանից հետո այդ հակապետական որոշումը իրականություն դառնա։ Այս տարբերակով այդ ոչ մի հակապետական որոշում իրականություն չի կարող դառնալ, որովհետև պիտի մտնի հանրային քննարկում եւ ժողովուրդը պիտի ասի դրան կողմ թե դեմ։ Այստեղ պատկերացնում եք արտաքին ճնշումը Հայաստանի Հանրապետության կառավարության վրա եւս դուրս է գալիս, ու մենք ունենում ենք իրական անկախ պետություն, պետականությունի ձևավորում։ Սա է շատ կարևոր փաստ, որը կուզեի հանգամանք, որը կուզեի ձեր ուշադրությանը ներկայացնել։ Այսինքն իշխանությունը իրականում վերադարձնում են ժողովրդին, սա Շվեյցարիայի մի փոքր մոդելից մի փոքր կտոր է, Շվեյցարիայում շվեյցարացի ազգը դրանով շատ աղբատանում է օրենքով։ Այսինքն սա մի փոքր կտոր է, որ մենք իշխանությունը վերադարձնում ենք ժողովրդին, ժողովուրդը ինքը ապրում է այն օրենքների ներքո, որը իրան հարիր է, այսինքն ժողովուրդը փողոցից տուն է գալիս, այսինքն հանրահավաք, միտինգներ անելու ոչ մի խնդիր չունի։ Պետք է չունի հանրահավաքի կամ խնդիրների։ Նույնիսկ օնլայն հարթակում
Եթե իրենք բարձրացնում են խնդիր, ինչ որ մի պաշտոնյայի աշխատանքից ազատման եւ համապատասխան ստորագրություն հավաքում նրա տվյալ պաշտոնյայի աշխատանքից ազատման, տվյալ պաշտոնյան աշխատանքից ազատման։ Բայց եկեք մի հատ էլ բան նայենք, այստեղ արդեն չկա կուսակցական շահ, որպեսզի մեկը մեկի տակ փորելով փորձեն տվյալ պաշտոնյային վարկաբեկելով աշխատանքից ազատել։ Հարցը առաջանում իրենց տեխնացում կարող է քննական process-ը անցնի, որպեսզի նշանակվի այդ պաշտոնում, թե չի կարող։ Իսկ կարող է միգուցե մեկ ուրիշը կարող է հաղթարել սանդղակ ավելի բարձր բարեր հավաքի եւ նշանակվի։ Այստեղ այս հարցն է այստեղ լուծվում, որ մեկը մեկի տակը փորելու արդեն խնդիր չեն ունենալու։ Իրար վրա կերշապրտելու խնդիր չի ունենալու։ Սա շատ կարևոր ես գտնում եմ, որ շատ կարևոր հանգամանք է, որպեսզի մենք այսօր արդեն իրար անպատվելուց անցնենք իրար հարգելու ժամանակաշրջան սկսենք ապրել։ Մոտավորապես այսքանը։ Ոնց հասկանում եմ, հարցեր չկան, զանգ հաստատ չկա հեռախոսը մոտս։ Մինչ վաղը հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք վաղը, եթե հարցեր կան, խնդրում եմ կոմենտներում գրեք, հեռախոսը համարը կա, միացված է, կարող եք զանգահարել կամ կոմենտ գրել նույնիսկ եթերից հետո։ Շնորհակալություն ուշադրության համար, հարգանքներով Արտակ Խերիմյան։